Օրվա նորությունների ընդհանրացմամբ այսօր լրատվականն է, եթերում բարև ձեզ, նորությունները նախակիրճ։ Փոփոխություններ ապագործընթացում, նպատակն է առավել պարզեցնել ապահովագրական ընկերությունների աշխատանքն ու ստեղծել շահավետ պայմաններ վարորդների համար։ Լատինատարից անցում հայատարի, Հայաստանում փետրվարի 7-ը համացանցում հայատար գրելու օրն է։ Արձագանք այսօր լրատվականի տեսանյութին, օգնություն սոցիալապես անապահով գյումրեցի ընտանիքին։ Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սաները շարունակում են ինտենսիվ մարզումները նախապատրաստվելով նոր մրցաշրջանին։ Նախ սահմանի մասին, փետրվարի 7-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարզօրքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց։ Իստիգլալ և Էսվեդե տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով, ընդհանուր առմամբ արձակելով 30 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապազորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Շարունակում ենք թողարկումը։ Խորհրդարանում շարունակվել են ազգային ժողովի 5-րդ գումարման 11-րդ նստաշրջանի աշխատանքները 3 քննարկված նախագծերի քվեարկությամբ։ Քվեարկության է դրվել և ազգային ժողովի կողմից ընդունվել նաև կառավարության կողմից ներկայացված քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ազգային ժողովի նախագիծը։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ այսօր ազգային ժողովին ներկայացրել է իր անձնական հաշվի քաղվածքը։ Հաջորդը կապված արդեն առարկայական կատարողականի հետ ֆոնդերի, ուրեմն առաջինը ֆոնդերը ստեղծման պահից, երբ որ ստեղծվել են, ֆոնդում մի փայի արժեքը 1000 դրամ է եղել։ Այսօր այդ փայի արժեքը 1250 դրամից ավելի է։ Նշանակում է 25%-ով մեր փայի արժեքը ավելացել է, չնայած փոխարժեքի տատանումներին և որոշ առումով պետական արժեթղթերի տոկոսադրույքների տատանումներին կապված ռուսական ճգնաժամի հետ։ Այս պայծրությամբ ես տպել եմ իմ անձնական հաշվի քաղվածքը, HSBC բանկը ծառայություն է մատուցել, այս պայծրությամբ տարեկանացված իմ կատարողականը 13%-ից բարձր է։ Չկա ավանդ այսօր, որ 13% ձեզ երկարաժամկետ կապահովի։ Մենք այս պայծրությամբ համակարգում ունենք 170,000 մարդ, որից մոտ 100,000 մասնակիցը դրանք մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են։ Դրանք շուկա նոր մտնողներն են, բայց նաև կա կամավոր միացողներ, դրա համար նաև մենք օրենքում բերել ենք փոփոխություն ենք առաջարկել, որ կան մարդիկ, ովքեր արդեն համակարգի նկատմամբ վստահությունը ունեն եւ ասում են մեզ թույլ տվեք խնայենք այնքան մեր աշխատավարձից, որտեղ 500,000-ից բարձր է իրենց աշխատավարձը, որպեսզի կարողանանք ճիշտ մեր եկամտին համապատասխան կուտակում ապահովել։ Աշխարհի փորձը մեր վերլուծություններն էլ, մեր հորդորն էլ առաջարկել նայել, որ 10-ից 15% պիտի կուտակես եկամտիցդ կյանքիդ ընթացքում, որպեսզի կարողանաս եկամտիդ ուրեմն նորմալ փոխհատուցում ապահովել կենսաթոշակի ձևով։ Կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող ազգային ժողովի հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշել է, որ կայունությունը պետք տնտեսության համար։ Օրինակ, համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պայմանական մեր մեկ շնչի հնան, եթե այսօր 3000 կոպիտ $500 է, ապա պայմանական մեր մեկ շնչի հնան $18,000 է։ Այսինքն, մեր կենցաղը, մեր մատուցված ծառայությունները, կատարվող աշխատանքների գինը, ծառայությունների գինը, ապրելու որակը։ Ազգային ժողովի նստաշրջանին հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ըստ որի նա հորդորել է խոցելի խմբերի խնդիրներին վերաբերվել ըստ բարոյական պատասխանատվության աստիճանի։ Մոտենում է ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը, որին զոհ գնացածների ընտանիքներին մենք առավելագույն ուշադրության արժանացրեցինք պետության, անհատների համայն սփյուռքի մակարդակով։ Ամեն ինչ արվեց բոլորի աչքի առաջ, բայց չէ որ նույնչափ ուշադրության են արժանի նաև նախկինում Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքները։ Մենք
Պարտավոր ենք հավասարաչափ ուշադրության արժանացնել բոլոր տարիներին զոհվածների ընտանիքներին, այլապես մոռացումը սպառնում է բոլորին, այդ թվում ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին, ասել է պատգամավորն իր հայտարարությունում։ Մարտուն Գրիգորյանը երկրում տիրող սոցիալական իրավիճակը բարդագույններից է համարել։ Նա միաժամանակ նշել է, որ ըմբռնումով է մոտենում այն հարցին, որ երկրի ֆինանսական դրությունը թույլ չի տալիս միանգամից անդրադառնալ բոլոր խնդիրներին, բայց խնդրում է մտածել նաև այն ընտանիքների մասին, որոնք գոյատևելու նվազագույն հնարավորություն չունեն։ Օրերս ինձ հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել գյումրեցի զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերը եւ այժիները, որոնք մեկ մարդու նման խոսում էին ապրելու, ընտանիքներին խնամելու նվազագույն միջոցներից զրկված, անտեսված լինելու մասին։ Խնդիրները բարդացել ու գրեթե անլուծելի են դարձել ցրտաշուն ծմռան, էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսերը վճարել չկարողանալու պատճառով։ Այդ ընտանիքները ժամանակին օգտվել են կոմունալ վճարները 50% զեղչով կատարելու արտոնություններից։ Կառավարության որոշմամբ արտոնությունները վերածվել են փոխարինվելով չնչին դրամական փոխհատուցումներով։ Այս պարագայում ինչ խորհուրդ կարելի է տալ չաշխատող 30 աստիճան ցրտին Գյումրիում, Շիրակի մարզում կամ որևէ այլ համայնքում բնակվող ընտանիքներին։ Վատատեսությունն իմը չէ, բայց ստիված եմ ասել, որ հայրենիքի շատ պաշտպանների ընտանիքներ այսօր պաշտպանված չեն, ու դա գիտեն բոլորը, ովքեր իրենց ընտանիքներում մեծացնում ու դաստիարակում են հայրենիքի ապագա պաշտպաններին։ Հարգելի պարոն վարչապետ, ձեր անձի եւ գործի նկատմամբ այսօր կա վստահություն, հատկապես երբ հրապարակավ խոսում եք Գյումրու խնդիրները լուծելու պատրաստակամության մասին։ Կարծում եմ, որ տնտեսության առողջացման բազում ձեռնարկումներին զուգահեռ գործնական քայլեր կարվեն զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների համար, սոցիալական որոշակի երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը 3 խորհրդարանում ստորագրահավաք էր սկսել ազգային ժողովի ընտրությունների օրը փոխելու պահանջով սահմանադրական դատարան դիմելու համար։ Ձևաթուղթն առնվազն 27 պատգամավոր պետք է ստորագրի, հակառակ դեպքում սահմանադրական դատարան դիմել ՀԱԿ-ը չի կարող։ Լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Արա Մանուկյանն ասել է, որ այս պահին բանակցությունները պատգամավորների հետ շարունակվում են։ Ստորագրողները 3 հոգի ԲՀԿ-ից համախմբումը, կոնգրեսը ամբողջությամբ, ժառանգության թիմը, Էդմոն Մարուկյան եւ 3 հոգի Բարգավաճից ասեցի։ Մեր դիմումը միայն իրավական հիմքով է։ Այն որ Սերժ Սարգսյանը ասել է, որ մի քանի օր կարող է հետաձգվել եւ զինվորների հիշատակ հարգելու եւ այլն, դա չէ մեր հիմքը, մենք դա մասն հայտարարություն ունենք, բայց հիմա սահմանադրական դատարան դիմում ենք միայն այդ օրը նշանակելու սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Փոփոխություններ ԱՊԱ գործընթացում նպատակն է առավել պարզեցնել ապահովագրական ընկերությունների աշխատանքն ու ստեղծել շահավետ պայմաններ վարորդների համար։ Որոշումներն ուժի մեջ են մտել վերջին ամիսներին, 2017 թվականը ևս աչքի կընկնի մի շարք փոփոխություններով։ Որքան կարժենա մեքենայի ապահովագրումը, ինչ արտոնություններ ու սահմանափակումներ են նախատեսված վարորդների համար, նախագիծը մշակման փուլում է։ ԱՊԱ գործընթացի հետ կապված հաճախակի փոփոխություններն այլևս ոչ զարմացնում, ոչ էլ զայրացնում են վարորդներին։ Նրանք միայն պայմանագիր կնքելու ժամանակ են տեղեկանում, թե որ օրենքի դրույթում ինչ կետ է փոխվել։ Վերջերս ուժի մեջ մտավ նոր օրենք, համաձայն որի մեքենան ապահովագրող անձին չպետք է նշեն այն մարդկանց անուններն, ովքեր վարելու են մեքենան։ Բավական է միայն ավտոմեքենայի ղեկը հանձնել այն անձին, ով ունի վարորդական իրավունք։ Պատասխանատվությունը վարորդներից անցնում է մեքենայի սեփականատիրոջը։ Արդյունքում, եթե տեղի են ունենում շատ պատահարներ, այդ մեքենայի ռիսկայնության գործակիցը մեծանում է եւ հաճախ ԱՊԱ պայմանագիր կնքելիս սեփականատերը պարտավորվում է ավելի թանկ վճարել։ Նախկինում դրա վերաբերյալ շատ վեճեր էին լինում, որովհետեւ գրում էին պայմանագրի մեջ անձանց անուններ, հետագայում այլ անձի էին հանձնում եւ դա առաջացնում էր, ասենք, պատահարի դեպքում, երբ որ հատուցում էր տալիս ապահովագրական ընկերությունը, այդ հիմքով հետադարձ պահանջ էր կիրառում, այսինքն հատուցած գումարը հետ էր պահանջում ապահովադրից։ Ներկայում այդ խնդիրը չկա։ Կան մարդիկ, որ իրոք շատ ուրախանում են, որ այ վերջապես այս գլխացավակից դուրս եկանք, այս վարորդը պետք է նշենք, սրա տվյալը բերենք, իսկ հիմա այդ խնդիրը չկա, բայց բացասական արձագանքը էսա, որ հիմնականում տարեց մարդկանց մոտ ենք այդ ինֆորմացիան ստանում մարդկանցից, ովքեր ասում են, ես ասենք մենակ ես եմ իմ մեքենան վարող, այսքան ժամանակ իմ մեքենան ոչ մի մարդ չի վարել եւ իմ համար այս գումարը եղել է այսքան, այս բան մի փոքր թանկացել է, իմ համար դա մի քիչ թանկ է, բայց երբ որ մարդուն էլի մենք բացադրում ենք, որ Աստված ոչ այն, ասենք
կարող է լինի մի պահ, երբ որ ասենք դուք վատ եք զգացել կամ ասենք ինչ որ խնջույք եք եղել, որ որոշակի ոգելից խմիչք եք օգտագործել եւ չեք ուզում նստել մեքենայի ղեկին, այդ պահին դուք արդեն կարող եք լիարժեք վստահել ձեր ղեկը ցանկացած մարդու։ Վիճակագրության համաձայն առավել ռիսկային են տաքսիները։ Նրանց ապահովագրական վճարները 2 անգամ առավել թանկարժ են։ Դա եւս պատահական մոտեցում չէ, հաշվի են առնված մի շարք հանգամանքներ։ Տաքսիստները սակայն չեն դադարում բողոքել։ Իհարկե, մեքենան մեքենա է, տաքսիստ է, անձնական մեքենա է, ապա պետք է լինի նույնը։ Այն կարծիքով։ Դարարպես չգիտեմ, ինչ կորոշեն, օրական օրենքներ կփոխվի, ժամը մեկ կարող է օրենք փոխվի, մենք չենք կարող որոշել որն է ճիշտը, որը սխալը։ Փոփոխությունները միանշանակի օգուտ քաղաքացիներին, ու նշածներիցս կարող է դժգոհություն առաջացնի տաքսիների վարորդների մոտ գնի թանկացման առումով, բայց կարծում դա էլ արդարացված կարող է լինի, որտեղ ի վերջո պատահարների մեծամասնությունը, ինչ ոնց ցույց է տալիս վիճակագրությունը հենց տաքսիների մասնակցությամբ է։ Ավտոն շատ չենք շահագործում, այդ դուրս ենք երթում, եղնում է ամիսներով կայնում է ավտոն, բայց ապան անցնում է։ Որովհետև ավել կվճարենք։ Տեղասպոտրը նույն է, ապան նույն է, հանգացած վիճակով։ Էլ ուրիշ բան չունիմ ասելու։ Ես իմ մեքենան ավելի քիչ եմ վարում, քան ցանկացած մարդ, ով վարում էր մեքենան տաքսիի նպատակով։ Հետևաբար այն ռիսկը, որ ինքը վնաս է հասցնելու ուրիշին, արդեն ավելի բարձր է, քանի մը դրա համար դա պետք է տարբերվի իմ վճարած գումարը այդ մարդու գումարից։ 2016 թվականի սեպտեմբերից ինքնուրույն կարգավորվող հատուցման գործընթացները եւս փոփոխվել են։ Վթարների ժամանակ գործինք միջամտի ճանապարհային ոստիկանությունը, վերջինս էլ կսահմանի հատուկ վերահսկողություն։ Եվ ճանապարհային ոստիկանությունը պարտադիր 100,000-ից ավելի վթարների դեպքում, այդքան վնասից ավելի վթարների դեպքում պարտադիր ճանապարհային ոստիկանությունը պետք է գնա հատական տա մեղավորություն բարձի։ Այդ շատ կարևոր է այն տեսանկյունից, որ մարդիկ շատ հաճախ դժգոհում են, որ դեպքերի պատճառով խցանումներ են առաջանում։ Ցանկացած փոփոխություն, որ լինում է, ինքը սկզբից ընդունվում է բուրըն, հա, ասենք որոշ մարդկանց մոտ դժգոհություն է այդ գալիս, բայց երբ որ հետո ընդհանուր արդեն տեսնում ենք այդ փոփոխության նպատակը, երբ որ արդեն փոփոխությունը անցնում է հաջորդ փուլին, ընկալման փուլից հետո, արդեն այս մասով ես կարող եմ ասել, որ այս փոփոխությունները, ինչը որ տեղի է ունեցել, միայն դրական փոփոխություններ են։ Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները տեղեկացնում են 2017 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում նոր օրենք։ Դեռևս ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունենալու դեպքում տուժած անձը դիմում է իրեն վնաս պատճառած անձի ապահովագրական ընկերություն։ Արդեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կկատարվի հակառակ գործողություն։ Կավելանան նաև հատուցումների լիմիտները։ Եթե ներկայում գույքին պատճառած վնասի չափով առավելագույն չափը 1.800.000 դրամ է ու հաճախ մեծ վթարների պատճառով հատուցումը չի բավարարում, այժմ այդ գումարը տասնապատկվել է, մինչև 18 միլիոն դրամ հատուցում է հնարավոր փոխանցել։ Իսկ երբ անձի առողջությանն է վնաս պատճառվում, ներկայիս գործող գումարի չափը եւս կտասնապատկվի։ Հեղինե Մանուկյան, Խան Հովանեսյան, այսօր։ Եվրամիությունը դրամաշնորհներ կտրամադրի քաղաքացիական հասարակական կազմակերպություններին իրենց մեխանիզմներն ու գործառույթները զարգացնելու համար։ Դրամաշնորհները ստանալու համար այսօր հասարակական կազմակերպություններին ներկայացվել են տեխնիկական մանրամասները, թե ինչպես կարող են դառնալ ծրագրի շահառու։ Այս մասին խոսել է նաև Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը ծրագրի դասընթացավարը։ Այս դրամաշնորհները ստանալով դուք պետք է ձեր կազմակերպության թիրախային խմբերի շահերը ել ավելի լավ կարողանաք պաշտպանել։ Ձեր ներկայացրած ծրագրից հետո նրանք պետք է կարողանան անել մի նոր բան, որ նախկինում իրենց չի հաջողվել։ Այսինքն փոքր, բայց չափելի օգուտներ պետք է երաշխավորվեն, որպեսզի ձեր ներկայացրած ծրագիրը հաստատվի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պահանջում է շուտապույտ քաղաքական կարգավորում միջազգային օրենքի համաձայն, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։ Այդ մասին հայտնում է Եվրոպական խորհրդի կայքը։ Եվրոպական խորհրդի նախագահն իր խոսքում հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ իրենք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պահանջում է շուտապույտ քաղաքական կարգավորում միջազգային օրենքի համապատասխան։ Եվրամիությունը շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ առաջարկներին, հայտարարել է Տուսկը։
Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին, փոխարենը խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները։ Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն հարավային Կովկասի համար։ Փորձագիտական շրջանակներն առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ։ Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին, փոխարենը խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները։ Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն հարավային Կովկասի համար։ Փորձագիտական շրջանակները առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ։ Այս պահին դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ վարչակազմում առկա են տարբեր հոսանքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով։ Պարզ չէ դեռևս, թե ինչպիսի հարաբերություններ կունենա նախագահ Թրամփը նախագահ Պուտինի հետ եւ որոնք են լինելու նախագահ Թրամփի առաջնահերթություններն այս հարաբերություններում։ Դեսպան Քորտնիի կարծիքով Ռուսաստանն ու ԱՄՆ գործակցում են տարբեր ասպարեզներում, ուստի հակադրվող քաղաքականությունը պետք է վերանայվի, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի զավթողական քաղաքականության հանդուրժման։ Իր հերթին Ջեֆ Մանկոֆը հիշեցնում է, որ նախկին Բուշի եւ Օբամայի վարչակազմերը փորձել են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն տարաձայնությունների պատճառով դրանք ձախողվել են։ Նոր վարչակազմի առումով փորձագետը նույնպես լավատես չէ։ Հարավային Կովկասի նկատմամբ նոր վարչակազմը դեռևս հետաքրքրություն չի ցուցաբերել։ Մանկոֆի կարծիքով հնարավոր է երկու տարբերակ։ Եթե վարչակազմը որոշի հակադրվող քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ, այն կխորացնի ներգրավվածությունը տարածաշրջանային հարցերում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում։ Մյուս կողմից, հաշվի առնելով վարչակազմում առկա հետաքրքրությունները Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ Միացյալ Նահանգները որոշի մի փոքր հետ քաշվել, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում է։ Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվում է գործակցության ուղղված միտում, ապա Իրան-ամերիկյան հարաբերություններն ակնհայտ հետընթաց են ապրում, հաշվի առնելով Թեհրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ նախագահ Թրամփի նախընտրական եւ հետընտրական քննադատությունը եւ իրանյան բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումները։ Նախագահ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ ճիշտ է, սակայն մեծ սխալ կլինի չեղյալ հայտարարել Իրանի միջուկային համաձայնագիրը, քանի որ այն ունի մեծ աջակցություն եվրոպացիների, Չինաստանի եւ Ռուսաստանի անգամ մեծաթիվ ամերիկացիների շրջանում, ուստի այն վերացնելու փոխարեն ցանկալի է ուժեղացնել դրա կատարման վերահսկողությունը։ Իհարկե, շատ հարցեր կապված են Իրանի ներքաղաքական իրավիճակից, սակայն մյուս կողմից եկել է ամերիկյան նոր վարչակազմ, որը Իրանի վերաբերյալ կոշտ դիրքորոշման կողմնակից է, եւ Իրանն իր բալիստիկ հրթիռի արձակմամբ հավանաբար ամերիկյան վարչակազմին ցանկանում է ցույց տալ, որ կոշտ մոտեցումը կստեղծի խնդիրներ։ Ակնհայտ է, որ հարավային Կովկասը շարունակում է մնալ խոշոր տերությունների շահերի բախման տարածաշրջան, որ ամերիկյան վարչակազմի շահերը կապված են տարածաշրջանային խոշոր երկրների հետ հարաբերություններից։ Կրեմլը ներողություն է պահանջում։ Պաշտոնական Մոսկվային անհանգստացրել է Դոնալդ Թրամփի հարցազրույցի ընթացքում լրագրողի տված հարցը։ Մանրամասները տեսանյութում։ Պուտինը մարդասպան է։ Հենց այս բառերով ձևակերպեց իր հարցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում Fox News խոշոր հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ Օ'Րայլին։ Բառեր, որոնք Դոնալդ Թրամփը չհերքեց, բառեր, որոնք Մոսկվայի զայրույթն առաջացրեցին։ Սակայն մի պահ հետ գնանք։ Ահա Բիլ Օ'Րայլին հարցնում է Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նախագահի վերաբերյալ, որին հետևում է Միացյալ Նահանգների նախագահի դիվանագիտական պատասխանը։ Դուք հարգում եք Պուտինին։ Ես նրան հարգում եմ։ Իսկապես, ինչու։ Ես բազմաթիվ մարդկանց եմ հարգում, բայց դա չի նշանակում, որ ես նրա հետ լավ հարաբերություններ կունենամ։ Նա իր երկրի առաջնորդն է։ Լավ է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, քան վատ։ Եվ եթե Ռուսաստանը մեզ օգնի Դաեշի իսլամական ահաբեկչության դեմ պայքարում, դա լավ է։ Կստացվի, գաղափար չունեմ։ Բայց նա մարդասպան է, Պուտինը մարդասպան է։ Շատերն են, շատ մարդասպաններ կան։ Իսկ ինչ է, մեր երկիրն անմեղ է։
Հարցազրույցը բողոքներ է առաջացրել ինչպես Մոսկվայում, որտեղ դժգոհ են Վլադիմիր Պուտինին մարդասպան անվանելու համար, այնպես էլ Վաշինգտոնում, որտեղ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից ոմանք քննադատել են Ամերիկային Պուտինի հետ համեմատելու որոշումը։ Դրանց թվում էր Նեբրասկա նահանգը ներկայացնող սենատոր Բեն Սասեն։ Չի կարող լինել բարոյական հավասարություն աշխարհի պատմության մեջ ամենաազատասեր ազգի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Պուտինի շուրջ հավաքված մարդասպան ավազակների միջև։ Ինքը Վլադիմիր Պուտինը մարդասպան որակմանն անձամբ չի արձագանքել եւ անցեկացրել ավանդական հանդիպումներ իր թիմի անդամների հետ։ Վերադառնանք տաղավար լատինատարից անցում հայատարի։ Հայաստանում փետրվարի 7-ը համացանցում հայատար գրելու օրն է։ Լատինատար նամակները շատ դեպքերում ուշադրության չեն արժանանում։ Հայատար գրառումներն առավել շատ ընթերցողներ ունեն։ Համացանցում մեծրոպատար ունենալու համար անհրաժեշտ ծրագրերն այսօր հասանելի են բոլորին ու անվճար։ Երիտասարդների մի մասը սկզբունքային է համարում հայատար գրելը, մյուսները համառորեն հայատարը վիրտուալ հարթակ չեն տեղափոխում։ Եթե հումոր, ապա միայն հայատար։ Կատակում են գյումրեցիները խմբում, լատինատար գրված ամենածիծաղելի կատակն անգամ հեռացվում է էջից։ Արդեն 5 տարի գյումրեցիները համացանցում միայն հայատար են կատակում։ Մեղավորներից մեկը, այս նախաձեռնության 3 ժամը 12-ից հետո շնորհավորս կատակում են գյումրեցիները խմբում, ներկայացրեց, ինչի մասին է այս ամեն ինչը, եւ նաեւ մեսեջներից մեկը, կարևոր հաղորդագրություններից մեկը հայատար հումորը 10 անգամ ավելի ուժեղ է լատինատարից։ Այսինքն, որովհետեւ մարդը ռեալ հասկանա, թե ինչ արժեք է ուզում իրան փոխանցել, ինչ միտք է ուզում փոխանցել։ Արսեն Վարդանյանի ստեղնաշարը սկզբում լատինատար էր, քարոզչությունն անարդյունք չմնաց, կարճ ժամանակ անց բոլոր գրառումները միայն մեծրոպատար էին։ Մարդիկ հաճախ ասում են, որ այդ տեխնիկական հնարավորություններին տեղյակ չեն կամ չգիտեմ իրենց հեռախոսը ինչ որ ձևաչափով ապահովում, չի ապահովում հայատար ստեղնաշարը։ Վերցրել են հեռախոսը, ամեն մեկը օգտվում է ինչ որ բջջային օպերատորից եւ այս բջջային օպերատորների հետ կապված օրինակ կան ամեն գրասենյակում կա բջջային տեխնիկական հարցերով պատասխանատու, այսինքն մարդիկ կարող են մոդենալ երիտասարդներին, շատ շնորհալի գրագետ երիտասարդներ խնդրել, ասեմ, բացատրեն, ինչպես ես իմ հեռախոսով այլևս սկսեմ գրել հայատար։ Լատինատար նամակներով շատ հաճախ օգտատերերը քողարկում են հայերենի չիմացությունը, փորձելով զերծ մնալ ուղղագրական կամ կետադրական սխալներից։ Սակայն դա զավեշտալի իրավիճակներում հայտնվելուց չի ապահովագրում, պատահում է, երբ լատիներեն տառերն ու հայերեն բառերը բոլորովին այլ իմաստ են արտահայտում։ Պրիմիտիվ օրինակներից մեկը բարև ձեզն է, այսինքն ամեն մարդ տարբեր ձևով գրում է դա ամեն ինչ ու տարբեր ձևաչափով դեզ ու մնացած ամեն իր հետ եկող արտահայտությունները շրջանառվում է։ Փետրվարի 7-ը Facebook-յան օգտատեր Զոհրաբ Եգանյանի ծննդյան օրը չէ, սակայն առավոտից շնորհավորանքներ է ստանում։ 2012 թվականին Զոհրաբ Եգանյանը հայկական iBook-ը համացանցում օգտագործելու նախաձեռնությամբ հանդես եկավ։ Հրապարակված փոքրիկ տեքստը վիրտուալ հարթակում հայատառի կիրառման ճանապարհը հարթեց։ Օրացույցում նշված չէ, սակայն Facebook-յան օգտատերերը գիտեն, այսօր համացանցում հայատառ գրելու օրն է։ Որոշեցինք մարդու իրավունքների պաշտպանի խոսնակի հետ հարցազրույցանել հայատառ նամակագրությամբ։ Փետրվարի 7-ն ընտրվեց շատ պատահական։ Կարելի է ասել, որոշեցի նման առաջարկություն անել հենց այդ օրը եւ ի զարմանս ինձ նախաձեռնությունը մեծ մասսայականություն ստացավ։ Այժմ ինչ եք արձանագրում, արդյունքներից գոհ եք։ Արդյունքներից գոհ լինել չեմ կարող, քանզի դեռևս շատ են մարդիկ, ովքեր նախընտրում են հայերեն գրել ոչ մեծրոպատար, սակայն պետք է ասել, որ զարգացումը տանում է դեպի մեծրոպատար հայերենի։ Եթե լատինատար գրեմ չեք պատասխանի։ Ձեր երկրորդ նամակն անհասկանալի է։ Հայատառ ունենալու համար անհրաժեշտ ծրագրերն այսօր հասանելի են բոլորին։ Երիտասարդների մի մասը սկզբունքային է համարում մեծրոպատառ գրելը, մյուսները համառորեն հայատառը վիրտուալ հարթակ չեն տեղափոխում, պատճառաբանելով, որ լատինատառը հարմար է, տառերը քիչ են, ստեղնաշարից օգտվելը հեշտ է։ Արդեն իմ ձեռքը սովորել է, ասենք, լատինատառ տառատեսակին, իմ համար մի քիչ դժվարություն է ներկայացնում հայատառ ինչ որ փոստեր անելը, բայց փորձում եմ։ Հաճելի չէ էլի, երբ որ հայ է ու համակարգիչը իրան հնարավորությունները տվել է, որ ինքը հայատառ գրե, ու ինքը գրե հայերեն տեքստ անգլերեն տառերով։ Պաշտոնական օրինակ նամակները իհարկե հայատառ են գրում, բայց հիմնականում օգտվելուց գրում ենք
անգլերեն, քանի որ անգլերեն ավելի հարմար է։ Տարբեր տեղերը գիտեք երևի։ Չէ, ընդհանուր հայերենով այդ առեր տեղը գիտենք, ավելի հարմար է անգլերեն։ Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ մի օր մետրոպատար հայերենով գրել չգրելու մասին չեն խոսի, բոլորը միայն հայատար սեղնաշարից կօգտվեն։ Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Այսօր լրատվականը պարբերաբար անդրադառնում է սոցիալապես անապահով գյումրեցի ընտանիքների խնդիրներին։ Օրեր առաջ հեռարձակված տեսանյութին է արձագանքել Էնրիկո Մատեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Ադամյանը։ Տեսանյութում ներկայացվել էին Ցիալա Իրիցյանի ընտանեկան սոցիալական ոչ բարվոք պայմանները։ Գագիկ Ադամյանն իր գործընկերների հետ այցելել է տիկին Ցիալային։ Նա դատարկաձեռն չի գնացել։ Մեծ քանակությամբ բարենամթերքը տնտեսական պարագաները տևական ժամանակ տանտիկնոջը մոռացնել կտան առկա խնդիրների մասին։ Գագիկ Ադամյանի նախաձեռնությամբ վճարվել է նաև Իրիցյանների կողմից սպառած գազի վարձավճարի պարտքը։ Տանտիկնոջը առաջիկայում կցուցաբերվի բժշկական օգնություն, դստեր համար էլ կապահովի անհրաժեշտ գրենական պարագաներ ու նոր հագուստ։ Մենք ցայգի հաղորդումը տեսել ենք ու որոշել ենք մեր ուրեմն կոլեկտիվով կանք ներկայանանք, որոշ օգնություն ցես ցուցաբերենք, սա իմ անձնական ընտանեկան բյուջեից բարեգործություն մի փոքր ու շատ ավելի հուզիչ է, որ ձեր աղջկա հետ ես կուզեի շատ ծանոթանալ, որ երեխան չի ուզե դասի գնա։ Իմացա, որ բավականին լավ սովորում ես, հա? Այդքան է չէ, ինչն է պատճառը։ Մաման մի քիչ վատ է։ Հա։ Հիվանդանոց որ գնում է, չեմ հասնում դասիկնետ, այդ պատճառով դասերի կեսը բացակայում եմ։ Ուրեմն սրանից հետո պետք է գնաս դպրոց աղջիկ ջան, եղավ։ Ինչ խնդիր կա, ինչ խնդրեմ կա, սկսած դասակարգերից, հագուստից հետ կապված Իլոնա։ Այս շաբաթվա ընթացքում կուկակ, կզանգահարեք, երեխուն կվերցնեք, կտանեք խանութ, ինչ առաջնային երեխուն օգնություն պետք է, կարնիկ, եղավ, ու նաև դեղորայքի հարցով, տատևիկ։ Նոր սպասում տվեց, ինչ խոր կզգամ, որ մեկ կողքս մարդ կա կանգնած։ Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սաները շարունակում են ինտենսիվ մարզումները նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, մարզական տարին հագեցած է լինելու։ Առջևում կարևոր մրցումներ են։ Մարզիկներից սպասելիքները մեծ են, իսկ նպատակը մեկը՝ բարձր պահել երկրի մարզական պատիվը միջազգային հարթակներում։ Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սաները նախապատրաստվում են նոր մրցաշրջանին։ Օրացուցային տարին հագեցած է, առջևում նոր մրցումներն են։ Մարմնամարզուհիները նախապատրաստվում են օլիմպիական ցիկլին, որն արդեն մեկնարկել է։ Կատարվել է ինչպես ծրագրային, այնպես էլ կանոնների փոփոխություններ։ Մարզիչներն ամենօրյա մարզումներն անցկացնում են արդեն փոփոխված ծրագրով։ Մարմնամարզական, այսպես ասած, կանոններին է վերաբերվում, այսինքն մրցելույթների ժամանակ նախկինում այլ մրցավարական համակարգով է կատարվել մրցավարությունը, հիմա փոխվել է, ինչը ենթադրում է նաև մարզիկների տեխնիկական պատրաստվածության փոփոխություններ վարժությունների ժամանակ։ Գեղարվեստական մարմնամարզությունը մեծ մասսայականություն է վայելում Գյումրիում։ Պատահական չէ, որ հանրապետության երկրորդ քաղաքում ամեն տարի կազմակերպվում են տարբեր մրցաշարեր, մասնավորապես արդեն ավանդական դարձած Ավրորա Քափ Հայաստանի պատանեկան առաջնությունը։ Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարերին, ապա գյումրեցի մարմնամարզուհիները հնարավորության դեպքում անպայման մասնակցում են դրանց։ Ներկայումս նախապատրաստում ենք Ծիրուգինա քաղաքին, Կիևում է կայանալու։ Ունենք 4 մասնակիցներ, որոնք պատրաստվում են այդ մրցումների համար։ Ընդհանուր առմամբ սպասվում են Հայաստանի առաջնություններ պլանային, ունենք ներքին միջազգային առաջնություն Բարեկամություն 2017 մրցաշարն է, որը ամռանը տեղի կունենա։ Նախապատրաստում ենք նաև մրցումներ Ավրորայի Քավատ նոյեմբեր ամսին, ավանդական մեր մրցումներն են։ Ու եթե Հայաստանում կլինեն այլ մրցումներ, անպայման կմասնակցեն, կախված է արդեն հրավերքներից։ Նոր մրցաշրջանին են նախապատրաստում նաև մարզադպրոցի հունահռոմեական ոճի ըմբիշները։ Սպասելիքները մեծ են, տրամադրվածությունը մարտական։ Հիմնականում շեշտը տվել ենք ֆիզիկական պատրաստականության վրա։ Ապրիլ ամսից մենք ունենք արդեն
Հայաստանի առաջնությունները, պատանիների, երիտասարդների։ Նույնը վերաբերում է նաև պատանի եւ երիտասարդ ծանրորդներին։ Հիմնական նպատակը տարվա կարևոր ստուգատեսներին լավ մարզավիճակով ներկայանալն է։ Պարկաստու վնասվածքներ չունի, ամեն ինչ նորմալ է։ Ամսու 8-ից սկսվում է Հայաստանի առաջնությունը, որ նոր երեխեքը լավ մարզավիճակում են, փորձենք լավ արդյունքներ ցույց տալ։ Մարզական տարին նոր է սկսվում, ծանրաբեռնվածությունն օրեցօր մեծանում։ Մարզիչները վստահեցնում են, սաները ջանք չեն խնայում, պատրաստ կլինեն իրագործելու իրենց առաքելությունը, բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը։ Հապետ Հարությունյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Եվ վերջում արտակարգ իրավիճակների նախարարության եղանակային կանխատեսումները հանրապետության տարածքում առաջիկա 5 օրվա համար։ Վաղը սպասվում է առանց ստեղումների եղանակ, 9-ից 12-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, քամին հյուսիս-արևմտյանը 3-ից 8 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի գիշերը կբարձրանա 2-ից 4 աստիճանով, 9-ից 10-ի ցերեկը հանրապետության որոշ տարածքներում կնվազի 5-ից 7 աստիճանով։ Մեր լրահոսը սպառված է, իսկ ես ձեզ հաջողություն եմ մաղթում, ցտեսություն։